Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կլուծենք շտեմարանի բաժին 2-ի 37-րդ վարժության առաջադրանքները։ Գրենք վարժություն 37, առաջադրանք առաջին։ 9 մինուս 5 ամբողջ 5 7-րդ բազմապատկած 21 46-րդ։ 9 գրենք 7 հայտարարով կոտորակի տեսքով, այսինքն 63 7-րդ, մինուս 5 7-րդ խառաթիվը սարքենք, անկանոն կոտորակ, կստացվի 47-րդ, բազմապատկած 21 46-րդ, սա հավասար է 63 7-րդ մինուս 47-րդ, դա 23 7-րդն է, բազմապատկած 21 46-րդ, կատարենք համապատասխան կրճատումները, այստեղ ստացվում է 2, այստեղ 3, սա հավասար է 3 երկրորդ, որն էլ հավասար է 1,5 տասնորդական, ընտրենք ճիշտ տարբերակը առաջինը, լուծենք երկրորդ առաջադրանքը, քառակուսի արմատ 3, բազմապատկած խորանարդ աստիճանի արմատ 3, բազմապատկած 6 աստիճանի արմատ 3, հետևյալ արտահայտությունները լուծելու համար արմատանշանները փոխարինենք կոտորակային ցուցիչով, այսինքն քառակուսի արմատ 3-ը գրենք 3-ի 1 երկրորդ աստիճան, բազմապատկած խորանարդ աստիճանի արմատ 3-ը 3-ի 1 երրորդ աստիճան, 1 երրորդ աստիճան և 6 աստիճանի արմատը 3-ը գրենք 3-ի 1 6-րդ աստիճան, օգտվելով աստիճանի հատկություններից, այսինքն եթե հիմքերը նույնն են աստիճանները գումարում ենք, ապա ստացվում է 3-ի 1 երկրորդ պլյուս 1 երրորդ պլյուս 1 6-րդ, սա էլ հավասար է 3-ի ընդհանուր հայտարարը 6, այստեղ 3, այստեղ 2, այստեղ 1, կստացվի 6 6-րդ, որն էլ հավասար է 3, 3-ի 6 6-րդ աստիճանը, դա 3-ի 1 աստիճանն է, որն էլ հավասար է 3, ընտրենք ճիշտ տարբերակը երկրորդը, լուծենք երրորդ առաջադրանքը, կոսինուս քառակուսի պի 8-րդ մինուս սինուս քառակուսի պի 8-րդ հավասար է, հետևյալ առաջադրանքը լուծելու համար օգտվենք եռանկյունաչափական ֆունկցիաների կոսինուսի կրկնակի անկյան բանաձևից, այսինքն կոսինուս 2 ալֆա բանաձևից, գրենք կոսինուս 2 ալֆան ինչի հավասար, կոսինուս 2 ալֆան հավասար է կոսինուս քառակուսի ալֆա մինուս սինուս քառակուսի ալֆա, նաև կոսինուս 2 ալֆայի կա ևս 2 բանաձև, տվյալ դեպքում կիրառելի է սա, այսինքն մեր դեպքում ալֆան դա պի 8-րդն է, հետևաբար լինելու է կոսինուս 2 անգամ պի 8-րդ, որն էլ հավասար է կոսինուս պի 4-րդ, այստեղ կրճատվում են, որն էլ հավասար է արմատ 2 երկրորդ, ընտրենք ճիշտ տարբերակը երրորդը, լուծենք 4-րդ առաջադրանքը, լոգարիթ 4 հիմքով 26, մինուս լոգարիթ 2 հիմքով 13, արմատ 13, սա հավասար է, լոգարիթ 4 հիմքով 26-ը գրենք հետևյալ ձևով, գրենք լոգարիթ 4-ը գրենք 2-ի քառակուսի 26 մինուս լոգարիթ 2 հիմքով արմատ 13, այժմ գրենք մանրակրկիտ գրենք այս վարժությունը, այս լոգարիթմի հիմքի աստիճանը շրջված, այսինքն հակադարձը գալիս է լոգարիթմի դիմաց, այսինքն 2-ի հակադարձը, այստեղ 2-ի հակադարձը գալիս է դառնում է 1 երկրորդ, լոգարիթ 2 հիմքով 26 մինուս լոգարիթ 2 հիմքով արմատ 13, սա էլ հավասար է, այժմ լոգարիթմի դիմացի թիվը գալիս է լոգարիթմական թվի աստիճան, այսինքն լինում է լոգարիթ
2 հիմքով 26-ի 1 երկրորդ աստիճանը դա արմատ 26-ն է, գրենք, մինուս լոգարիթ 2 հիմքով արմատ 13-ից, արմատ 13, այժմ օգտվելով լոգարիթմի հատկություններից, հանման ժամանակ, եթե հիմքերը նույնն են, լոգարիթմական հիմքը մնում է նույնն է, լոգարիթմական թվերը բաժանվում են, այսինքն արմատ 26-ի հարաբերությունը արմատ 13-ի, սա էլ հավասար է լոգարիթ 2 հիմքով, լոգարիթ 2 հիմքով արմատ 2-ի, սա էլ հավասար է լոգարիթ 2 հիմքով, արմատ 2-ը դա 2-ի 1 երկրորդ աստիճանն է, որն էլ հավասար է 1 երկրորդի, ընտրենք ճիշտ տարբերակը, շնորհակալություն դիտման համար, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա վիդեոդասերը բաց չթողնելու համար։